Ներբերտանս, ես հիմա կխնդրեմ այդ օրվա տեսանյութը տեղադրեն, անձայն իհարկե, մեր իմ գործընկերները տեղադրեն, այդ օրվա տեսանյութն է, ես կուզեմ խոսենք սրա մասին, որովհետև տեսակ, հա, օպերային թատրոնի տնօրեն եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը ինչպես էր պաշտպանում իր զարմիկին, իր եղբորը, նա ասում էր, որ Վրեժ Դուրգարյանը, որը բարձրացել էր եկեղեցու, նա խնդրեմ հայտնվեց, ասում է փորձում էր բան անել, օդափոխվել, դրա համար է բարձրացել, որովհետև ճնշում կար, օդը չէր հերիքում, բարձրացել էր, որ բան աներ։ Անզեն աչքով էլ հարգելի հետևորդներ տեսնում եք, ինչպես է նա մարդկանց կոչ անում, կանչում դեպի ներս մտնեն, մայր տաճար ներխուժեն, չէ՞։ Հիմա սկսենք մի փոքր նայելով նաև պատմել ինչ էր կատարվում այս պահին։ Ես այդ օրը Զանգակատնից մինչև Բեարանի դարպասներ հատվածում պիտի լինեին Արագածոտնի թեմի քահանաները։ Ես այդտեղ տեսա կանգնած մեր Տեր Փառենին։ Տեսեք կանչում է, ասում է գնացեք, մտեք տաճար, ասում։ Խնդրում եմ խոսքով 3 անգամ ասում եմ հարգելիս, խնդրում եմ, ցած իջեք, ուղակի չէր լսում ինքը։ Վերջում այսպես իրան ուղակի քաշելով իջեցրել եմ այդտեղից։ Ինքը անստապ վիճակում էր, ուղակի ստապ չէր, բանավոր խոսք հասկանալու անընդունակ վիճակում էր եւ երևում էր իր ենթակայությամբ ունի մարդ, այստեղ իրենք ուղակի այդ հարբած ամբողը փախչում է ներսում, երբ որ դուռները բացում է եւ հավատացյալ ժողովուրդը դուրս է գալիս, իրենք ճիշտ ասած սպասում էին, որ ներսում պիտի ծերեր, կանայք, երեխաներ լինեն, հավատացյալ տատիկներ լինեն, իրենք ինչպես աղջիկ լրագրողներին էին հարվածում, նաև ոստիկանական համազգեստով ոստիկաններին էին իրենք հարվածում, քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք ուղեկցում էին Արամայիս Թոխմազյանին եւ Ստեփան Ասատրյանին, ուղակի ոստիկանական պատը կոտրեցին, զգացում էինք ոստիկանների կաշկանդվածությունը իրենց հետ վարվելուց, հավանաբար իրենք ավելի բարձր աստիճանի ոստիկաններ էին, ուղակի կոպիտ ձևով ոստիկանական պատը պահող ոստիկանական այդ պատը կոտրեցին, ամեն ձևի ոստիկաններին հարվածելով, այդտեղ աղջիկ լրագրողներ կային, հատուկ իրենք վատ էին վարվում աղջիկ լրագրողներին։ Ունենք տեսանյութեր, ունենք այո, ես անձամբ եմ տեսել ինչպես Անի Գևորգյանին մեկ ուղակի ձեռքի ափով հարվածում է այսպես հեռախոսով ու դեմքով, էլի, այսինքն իրենք հայոյանքներ էին հնչեցնում այդտեղ, արդեն մայր տաճարի մեջ էլ եթե մտնեին նման դրսևորում էին ունենալու իրենք, բայց փառք Աստծո դեմը տեսան կանգնած տղամարդկանց եւ վախեցան, իրենց մոտ գործում էր անասնական բնազդները, ինչ-որ ալկոհոլի ուղղակի ազդեցության տակ էին, թե նաև թմրանյութերի, որտեղ այդպիսի խոսակցություններ էլ կային։ Չգիտեմ, ասենք, այնտեղ շարժումների մեջ, ասենք, ես տեսանյութում էլ նաև տեսնում եմ, թե ինչպես ձեռքը գրպանից տանում է քթերին, ասես քաշում է բան, չգիտեմ ինչ է անում, բայց ասենք, որը զգացել եմ եւ ռեալ է, դա արկաոլի են ցածրակարգ հողու հոտը ամբողջ Զանգակատան տակներ իրենց ներխուժումից հետո, այդ ամբողջ խումբը եւ ասենք օպերայի հավանաբար բեմի բանվորները եւ Թալինի քաղաքապետարանի հավանաբար են կոմունալ բաժիններ Տավրոսի հետ աղբահանության աշխատակիցները իրանց վրայից եւ նաեւ Գյումրիի տնտեսագիտականի ռեկտոր Կարեն Պետրոսյանին ուղեկցող խմբի վրայից ուղակի արկաոլի հոտը փչում էր Պետրոսյան Կարենը փորձում էր ինձ ամեն կերպ սադրեր խոսքով հերվից բա վեհապարի հետ դուել ես գնալու բան դե բնականաբար ես Կարենին ճանաչելով 18 թվականին էլ էր երբ որ ներխուժել էր այդ Կարգալույս Կորյունի հետ ներխուժել էր ինքը Թափորի հետ դիվանատուն էլի գոռում էր ասում էր բանը Խաֆեբա անձնավորություն է գիտեմ նույնիսկ իր տեխնացուական ամբողջությամբ արտագրել է ռուսի հեղինակի գրվածքից իրեն դե բնականաբար ես երբևիցե լուրջ ընդունած չկամ բայց այդ օրն էլ փորձում էի որևէ ձևի իրան լուրջ չընդունեմ, ասում էր վեհապար հետ գնալու եք, ասում եմ Կարեն ջան շատ ուրախ կլինեմ, էլի վեհապար հետ ցանկացած տեղ գնալը ինձ պատիվ ու երջանկություն կլինի։ Իհարկե մենք վեհապարի հետ դեպի առաջ գնալու երկրի շենացման, եկեղեցու պայծառացման գործերում անելիք ունենք, ոչ թե գնալու։ Այն Կարենի մտածած տարբերակով, որովհետև Կարենի
նմանների մտածած տարբերակները չեն կարող մեր եկեղեցում։ Դե պիտի վարձահատույց լինի, պաշտոն է ստացել, հա, նույն այդ հարգելի հետևորդներ, նույն այդ խմբի անդամների մասին ենք խոսում, ովքեր 2018-ի այդ գունավոր հեղափոխություն կոչվածից հետո անմիջապես սկսեցին վեհափառ հայրապետի հայ առաքելական եկեղեցու դեմ այդ հակաեկեղեցական շարժումը, նույնիսկ ճանապարհներ էին փակում վեհափառ հայրապետի, ներխուժեցին այդ փնթի, հա, այդ ցեխոտ, կեղտոտ թափառախումբը ներխուժեց դիվանատուն, այդ նույն խումբն է։ Նաև կանեփի տերև ծխած, որ շորերի վրայից եւ հիմա էլ հավանաբար այդ նույն Կարենի ցուցմունքի համար Արշակ Սրբազանին են կալանավորել, ասում եմ Փառք Աստծո այդ բային, որ սրանք սենց արաղի հոտը հասավ քթիս, ասում եմ Փառք Տիրոջը Արշակ Սրբազանը բանտում է, չեն ասի այդ ցածրակարգողին ինքն է խմացել, այս անասնական պահվածքով զանգվածին եւ ինքն է մեղավորը, որ իրանք սենց հարբած վիճակում փորձում են մայր աթոռ ներխուժել։ Ուղղակի ես այդտեղ տեսա, կարելի ասել, անասունի մակարդակի իջած մարդկանց եւ պատահական չէ։ Facebook-ում ես հանդիպեցի մի գրառում, որ ասում է օպերայի բալետի ազգային թատրոնի տնօրենը ճանաչվել է տարվա լավագույն կենթայիների իրավունքների պաշտպան է եւ իր ամենմեծագույն գործը եղել է կինտավրոսների եւ վայրի անապատային ցիրերի իրավունքների պաշտպանությունը։ Ընդ որում շատ հետաքրքիր էր, առավոտի լրագրողը գնացել էր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ խոսելու, ես բավական լավ ճանաչում եմ իրեն դեռ վաղուց, ընդ որում բավական լավ հարաբերություններ է ունեցել, պարգևներ է ստացել նախկին իշխանությունների կողմից, հա, քծնելով եւ այլն, վերջի կամ որոշ գործընկերների տակ փորելով, ինչպես գիտեն արվեստի աշխարհը շատ լավ գիտեն, ինչ էր ասում, առավոտի լրագրողին հարց է տալիս այս դեպքերի մասին, 30 տարի շմայսները, չգիտեմ, քեզ հարց են տալիս, շմայսից ավելի վատնա Արաքել Մովսիսյանը եկեղեցու դեմ չի արձակվել։ Եվ Կարեն Դուրգարյանի եթե համեմատենք, Արաքել Մովսիսյանը սուրբ է, Կարեն Դուրգարյանի հետ համեմատած։ Կարեն Դուրգարյանի խնդրում եմ նաև նկարը ցույց տվեք, թե ինչպես ում հետ է Կարեն Դուրգարյանի եւ Զարմիկը, հա, Աննա Արաքել Մովսիսյանը բազմաթիվ բարոյական արժեքներ կրող անձնավորություն է։ Ի տարբերություն Կարեն Դուրգարյանի, որը որևէ բարոյական արժեք չունի, ես իր տեսանյութը տեսա, ինքը դասական կեղծավոր է։ Եւ եթե Աստվածաշնչից օրինակ բերեմ, Փարիսեցին եւ Մաքսավորը, որ բարձանում են տաճար աղոթելու, Փարիսեցին ասում է Փառք Տիրոջը, ես եմ անում, են եմ անում, նույն Կարենի կերպարով, իսկ մյուսը ասում է Աստված ներիր ինձ մեղավորից եւ ասում է ով ավելի շատ ներվեց, ասում է այն Մաքսավորը, որ զղջում էր։ Ինքը Կարեն Դուրգարյանը ցանկացած մեկի հետ համեմատվելու եզր չունի։ 30 տարվա ընթացքում մենք Կարեն Դուրգարյանի նման կեղծավոր, անամոթ, ինքը շատ լավ գիտի ինչ էր անում իր ազգականը Մայր տաճարի բակում։ Ինքը շատ լավ գիտի ինչով էին զբաղված օպերայի բալետի թատրոնի բեմի բանվորները այդ օրը։ Եվ ասում է ես եղբայրս ազատ գրաֆիկով է։ Փոխտնօրենի պետական պաշտոնյա, ինչ ազատ գրաֆիկ, ինչ ուզեք անեք, աշխատանքային ժամին եւ բարձրացել էր Ալեքսանդր առաջին ջահուկեցու գերեզմանին, մեր մեծագույն կաթողիկոսներից մեկի, որի տապանակարը մարմարյա տապանակար է քանդակազարդ, ինքը պատմամշակութային մեծ արժեք տապանակար է եւ ձեռքով ասում էր հարվածեք հրեք մտեք ներս դռներին, որոնք նվիրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Թիֆլիսի մեր Մենաստանի Սուրբ Ստեփանոս Մայրապետը Հռիփսիմետ Հայրյանը ազնվական մայրապետ ենք ունեցել, Խրիմյան հայրիկին է նվիրել այդ դռները։ Դռները նույնպես պատմամշակութային արժեքի են։ Այդ որ հարվածում էին։ Եվ չեք պատկերացնի անասունի նման անջատված քացով եւ ձեռքով հարվածում էին այդ քանդակազարդ դռներին, ուղղակի սիրտս վարկությունից չդիմացավ, այդ իրենց վիճակին խմած, հարբած, անգիտակից ամբողջ հայտնվել էր զանգակատան տակ իրենց ուղեկցող քաղաքացիական ոստիկաններով եւ շատ ծանր էր նաև այն համազգեստով ոստիկանների վիճակը, որոնք կաշկանդված էին
այդ ոստիկանների ուղեկցությամբ այդտեղ ներխուժած Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թոխմասյանի, այնտեղ Վարդան Ստեփանյանը կար կարգալույց քահանա, որ ամենալկտին էս երեքն էին իրենց պահում։ Եվ հետո իրենց հարցազրույցներն եմ տեսնում, որ ասում են մենք եկել էինք Բաքվում հայտարարությունը կարդայինք եւ գնայինք։ Իսկ ինչ էիք անում զանգակատան տակը։ Եվ եթե այդ նույն մեթոդներով որևէ մեկը կառավարության վրա հարձակում կազմակերպեր, ոստիկաններին ծնկով, արմունկով, քացով հարվածելով պատը ճեղքեր, քանիսը ձերբակալված կլինեն, եթե ընդդիմությունը նման ներխուժում կազմակերպեր կառավարական ցանկացած շենքի, չեմ ասում հենց կառավարության շենքի 18 նկատմամբ։ թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հենց որ իշխանությունը վերցրեց, ասում էր ոնց ժողովրդին ասում էր, այդ ձեր տունն է, կառավարություն, դուք պետք է ազատ ելույթ տանեք։ Բանը ընդամենը կարճ մի քանի ամիս անց ոստիկանություն, հա, եւ վերջ արգելվեց ժողովրդի մուտքը ու տեսնում եք, երբ որ հանկարծ նույնիսկ մի բողոքի ակցիա է տեղի ունենում կառավարության շենքի մոտ, ինչ ահռելի քանակությամբ ուժայիններ են կանգնում կարմիր բերետավորներ եւ այլն։ Մեր ամեն ինչին համաձայն եմ ձեր ասածների գաղափարին, բայց իշխանությունը վերցնելուն համաձայն չեմ, իշխանությունը ուժով զավթեց։ Դրսից ղեկավարվող ՀԿ-ների տարբեր կազմակերպությունների։ Դե դրա համար եմ ասում, դա գունավոր հեղափոխություն էր։ Հեղափոխություն չէր, իշխանազավթում էր։ Բնորոշ բառը, սա իշխանաբռնությամբ երկրի կյանքը պարալիզացնելով իշխանություն զավթել էր